Երևանում այսօրերին կայանում է Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը, որը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ Երևանում, որովհետև Երևանը ժամանել Ադրբեջանին հաղթանակի առթիվ շնորհավորող Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ժամանել էր նաև Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահ, որը հանդես եկավ բավականին ստահոդ հայտարարություններով, եւ ըստ էության եվրոպական այս գագաթնաժողովը նվիրված էր Փաշինյանի իշխանության աջակցությանը եւ Հայաստանում հակառուսական տրամադրությունների կամ Հայաստանը հակառուսական կենտրոն դարձնելուն։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Արման Աբովյանի հետ։ Ողջույն, պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Աբովյան, ինչպես կգնահատեք Հայաստանում տեղի ունեցող վերջին երկու օրվա իրադարձությունները եւ տեսեք Զելենսկին է գալիս, Մակրոնն է գալիս, Ալիևն է տեսակապով ելույթ ունենում, միանալով համաժողովին, զուգահեռաբար նորից թիրախավորելով հայությանը եւ նաեւ Եվրոպական միությանը։ Տեսեք, նախ եկեք ֆիքսենք, որ երկու օրը Հայաստանը դարձել է հակառուսական ուժերի կամ հակաեվրասիական ավելի շուտ ուժերի, որովհետև այստեղ կարող եք հակառուսականը նաև գումարել հակաչինական, հակաիրանական ուժերի կենտրոն։ Երկու խնդիր է այսօր լուծվում։ Խնդիր համար 1, այո, հավաքական արևմուտքը իր շահերից դուրս գալով, կրկնեմ, իր շահերից դուրս գալով, հետաքրքրված է մաքսիմալ ընդլայնել հակառուսական, ասենք ասենք, տարածքները, ճակատը։ Փոխարենը Փաշինյանական իշխանությունը ստանում է ծայրից ծայր աջակցություն եվրոպացիներից։ Ընդ որում, ես որ ասում եմ եվրոպացիներ, ես շատ մեծ վերապահում եմ ասում եվրոպացիներ, որովհետև սրանք ովքեր եկել էին Հայաստան, ըստ էության գլոբալիստ են եւ հենց առաջինն են դավաճանել ըստ էության եվրոպական հիմնական գաղափարական հենքերը, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն, իրական արժեքներ։ Այո, իրական, այն սրանք որ եկել էին, սրանք պայմանական եկել են իրանց հարցերը լուծեն։ Այն որ Փաշինյանը եվրոպացիների ձեռքերով կամ այս ամեն ինչով փորձում է ավելորդ անգամ մի կողմից ժողովրդին խաբել է, սա գնում ենք Եվրոպա, իսկ իրականում ոչ մի տեղ չեն գնում, այլ մեր մոտ են գալի, ինչպես պարզվեց թուրքեր եւ ադրբեջանցիները, Սա ակնհայտ է։ Ակնհայտ է նաեւ մի շատ հետարքիր, միգուցե զավեշտալի, մի փաստ, օրինակ նույն Մակրոնը երբ որ խոսում է, որ Հայաստանին հիբրիդային տենց ինչ որ վտանգներ են սպառնում ռուսական այդ իր բաների մեջ եւ ասում է որ չի կարելի թույլ տալ որ խառնվեն հայկական ընտրությունների մեջ, հայաստանյան ընտրությունների մեջ արտաքին խաղացողները, քանի որ Մակրոնը, ըստ երևույթի, տենց մի քիչ վատ հիշողություն ունի, եկեք հիշեցնենք, որ հենց ինքն է առաջինը խառնվում հայկական ընտրություններին սատարելով իշխանություններին, ասեմ ավելին, այս իշխանության սատարումը հայտնել են J.D. Vance-ը, այսինքն Միացյալ Նահանգները, եւ Թուրքիան, Հական Ֆիդանը, իրանց արտաքին գործերի նախարարը։ Այսինքն այստեղ ունենք մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ որ հավաքական արևմուտքը թուրքեր եւ ադրբեջանցիների հետ միասին ըստ էության նախապատրաստում է Հայաստանին դառնալ այս աշխարհաքաղաքական փոփոխությունների մեջ հերթական մսացու երկիր, ինչպես Ուկրաինան է, ինչպես Մոլդովան է, եւ երկու օր ավել իշխանական աթոռը զբաղեցնելու համար երկիրը հանձնել, ուղակի հանձնել, թուլացնել, կեղեքել, հերը անիծել բառի բուն իմաստով, դարձնել հակամարտության կիզակենտրոն, ինչը մենք այս երկու օրվա ընթացքում տեսնում ենք, դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ավելի շատ մտահոգված են ոչ թե եվրոպական ուղիով կամ չգիտեմ ինչով, այլ մի երկու օր ավել իրենց աթոռը պահեն։ Շատ ակնհայտ ուղիղ պարզ ասել էր Թուրքիայի հանձնակատար Սերդար Ղլիչը,
ով հանդիսանում է Ռոբինյան Ռուբենի կոնստրուկտիվ գործընկերը, հա, հայ-թուրքական այս աննորմալության մեջ, որ իրենք անվանում են դիալոգ, մերձեցում, դիալոգ, չգիտեմ։ Մի հատ շատ լավ բաներ ասել էր, շատ ակնհայտ էլի ասել էր, ես ասել էր եւ պարոն Ռոբինյանը մի մշակույթի, ասած ոնց որ մի մշակույթի մարդ ենք, դրա համար իրար լավ ենք հասկանում։ Ես ողջունում եմ ղլչի այս հայտարարությունը, առայն որ այո, այն մարդիկ, ովքեր ըստ էության խաղում են թուրքական, հա, կամ Թուրքիայի օգտին եւ Թուրքիայի շահերը պաշտպանում, ըստ էության թուրքական մշակույթի պրոդուկտ են, հա, եւ պաշտպանում են Թուրքիայի շահերը, ըստ էության։ Պարզավոր ղլչի ուրիշ այդպես բաների մեջ էր, կոնտեքստի մեջ էր ասում, որովհետեւ այո, թուրքերը խնդիր ունեն եւ այդ խնդիրը անցնում չի լուծվում։ Պարզվում է, որ նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են ստորանալ, նսեմանալ, շիշակից ցածր իջացնել ազգային եւ պետական շահերը եւ նաեւ արժանապատվությունը, իզոր նրան, որ դառնան Թուրքիայի հետ ինչ որ հարաբերություններ կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ, պարզվում է, որ դա բավական չէ, որ հայկական ներքին իդենտիֆիկացիա, այսինքն մենտալիտետի մեջ փոփոխություններ լինեն։ Ըստ էության այս իշխանությունը դարձել է մարգինալ մի խումբ, որը սպասարկելով շուրջ բոլորի շահերը ի վնաս Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովրդին, ընդհանրապես լուծում է մի հարց, ինչպես իրենց այդ պարգևավճարներով, հա, ասենց լի ողողված ատամներով աթոռները պահելով։ Սա է իրականությունը։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գնահատականներին, ուշադիր լսում էի Մակրոնին, այդ տղու հետ ինչ-որ բան է կատարում, լուրջ եմ ասում։ Հա, կամ չգիտեմ, կամ Սատրիսենի մոզգը, մենք գիտենք, այս սամալյոտում չգիտեմ ով էր, որ չրփեց է Մակրոնին։ Տենոս հետ ով էր, հաղթվել է մի բան։ Տենոս հետ ով էր չրփը։ Բայց դե լավ։ Ինքու իր մարդը, կնիկը, թե մարդը չգիտեմ։ Դե լավ, մի խոսքով։ Ինչ ասում Մակրոնը, ասում է, հա, տենց Ռուսաստանի իբր դավաճանության բանն առաջ տանում, նախ եկեք գանք հետևյալին։ Այո, ռուսներին մենք նա համարում էր, որ 8 տարի առաջ Հայաստանում իբրև թե բեկումնային փոփոխություններ եղան եւ դրանից առաջ Հայաստանը իբրև թե ռուսական գծորդ էր, բայց մոռանալով, որ բազմաթիվ արևմտյան պաշտոնյաներ անկախությունից ի վեր ասում են, տղու հետ ինչ-որ բան է կատարվում, որովհետեւ ըստ երևույթի մոռացել է, որ Ֆրանսիայի Հոլանդը, Սարկոզին, Ֆրանսիայի գրեթե, այո, նախագահների կարող է կամ տեղյակ չի, կամ իրականում խնդիր ունի, ինչի համար սա լուրջ եմ ասում, որովհետեւ այդպիսի ապուշություն դուրս տալու համար, հա, կամ ինքը համարում է, որ հայ ժողովուրդն է անմեղսունակ ու հիշողություն չունի, չարաչար սխալվում է, եւ երբ որ ինքը ռուսներին ինչ-որ բանում մեղադրում է, իսկ մենք ունենք հարցեր ռուսներին եւ այդ հարցերը, այո, դրվում են եւ դա նորմալ է, իրենք ունեն մեծ հարցեր, մենք ունենք իրենց շատ կոշտ հարցեր, բայց այդ տղեն մոռացել է մի բան, որ երբ որ ասում եք 20 թվականին բեկումնային փոփոխություն եղավ, այդ բեկումնային փոփոխությունը, հա 18-ին, այդ բեկումնային փոփոխությունը ըստ էության եղավ մի շատ պարզ գործընթացի ներքո, որը կարող ենք նկարագրել Հայաստանի Հանրապետության կազմաքանդման, ըստ էության կազմաքանդման, որում իշխանությունը չէր թաքցնում, այդ որ ասում են 4-րդ հանրապետություն, բան է, ինչ է 7-րդ հանրապետության կազմաքանդում է, չէ՞։ Կազմաքանդման ներքո, երբ որ աչքերը չռած, թե ինքը թե Փաշինյանը խոսում են նրա մասին, որ Պրահայում 22 թվականին նախագահ Մակրոնը ցույց տվեց վճռականություն եւ հետեւողականություն եւ ուղղակի զարմացած էր Փաշինյանը, թե ինչ հետեւողականություն եւ սկզբունքայնություն, հա, սկզբունքային դիրքորոշում ուներ Մակրոնը։ Հիշեցնեմ, որ 22 թվականին աշնանը շատ սկզբունքորեն Արցախը Մակրոնի ուղիղքավորությամբ հանձնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի երախ, այսինքն ոչնչացման։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Մակրոնը չէր հասկանում, դա չարաչար սխալվում եք, լավ էլ հասկանում էր։ Դրանից հետո սկսվեց շրջափակումը։ Այո, ես համաձայն եմ, որ իրականում վճռականություն է պետք 120,000 հոգուն մտցնել Թուրքի յաթաղանի տակ, եթե իրականում մարդ պետք է վճռական լինի, բայց խոսել դրա մասին Երևանում
դրական կանոտացիաներով կամ դրական տոնայնությամբ հնարավոր է միայն երկու դեպքում, կամ եթե խոսացողը adekvat չի հասկանում ինչ է խոսում, կամ եթե պաշտպանում է այն պետության կամ այն աշխարհակահաղական կենտրոնների շահերը, որոնք հետաքրքրված են հայկական էլեմենտի, այսինքն մեզ բոլորիս, արցախցիներ, հայաստանցիներ, Հայաստանի ներսում գյումրեցիներ, վանաձորցիներ, գեղարքունցիներ, կապանցիներ կապ չունի մեր վերացման, որովհետև քաղաքականությունը կոշտ բան է, ինքը չի ենթադրում սինտիմենտալ sense հուզական ինչ-որ բաներ, ինքը ենթադրում է հետևելը շահերի բախում, այո միգուցե Ֆրանսիայի շահերից բխում էր, որ մեզ դնեն ու ծայրից ծայր, այսպես կեղեքեն, ինչպես կեղեքում են, ըստ էության ունենք հետևյալը, որ այս եվրոպական սամիտի կամ չգիտեմ սրա անունը ինչ է, այդ միջոցառմանը պատկերավոր որ պատկերացնենք, դա նման է մի ցավազրկողի ներարկման այն օրգանիզմին, ում կոկորդը հետևողականորեն կտրում են ձեռի հետ խոստանալով, օրինակ, չգիտեմ, եվրոպական բոթաս կամ ամերիկական սպարտիվկա, նա եւ այն ինչ մենք տեսանք եւ այն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի գիտեք, absurdi հակահայկականության գագաթ է։ Երևանում խոսում էր նաև Իլհամ Ալիևը, որի սեղանի վրա դրված էր ջուր, հա, որի վրա գրված էր Իստիսու։ Իստիսուն դա աղավաղված, թրքացված օկուպանտների կողմից անվանումն է մեր ջերմուկ քաղաքի։ Բա մի հատ ծպտունները թանեիք։ Արա մի հատ ասեք, այ Ալիև, ես ինչ ես անում։ Այս խիզերները դուրս չեկավ։ Դե լավ, ենթադրենք Մակրոնը ու իր այն հետի տղամարդիկ ու կանանիկ տեղյակ չեն։ Դուք տեղյակ եք, իսկ եթե տեղյակ չեք, ձեր համար ավելի վատ։ Ինչի համար ձեն չանեցիք։ Ասեմ ավելին։ Բա մի հատ չեք ուզում, օրինակ, չգիտեմ, բողոքի նոտա հղեք ձեր ախպեր թուրքերին ու ադրբեջանցիներին, որովհետև նույն Ալիևի պաշտոնական կայքում Երևան քաղաքը աղավաղված անունով գրած է ադրբեջաներեն, հա, այդ տրանսկրիպցիայով։ Մենք ապուշ չենք հասկանում եք, մենք ինչ հրաժարում ենք տեսնենք իրական գործընթացները ոնց են գնում, ինչի համար նույն ամպագորգոր այստեղի սամիտի ժամանակ մի ծպտուն չեղավ, օրինակ Արցախում էթնիկ զտման մասին, որ Արցախում ոչնչացվում են եկեղեցիներ։ Մի դրական փաստ ասեմ, մա չասեն կացինը առած ընկել է այս խեղճ եվրոպացիքի հետևից։ Այնտեղ կար Պաշտոնյով խոսեց։ Այո, ես ողջունում եմ, ասեմ ավելին, Եվրոպական միության վեաժողովը բավականին հետարքի ռեզոլյուցիա էր բանաձևեր ընդունել, որտեղ համաձայն եվրոպական ավանդույթների, բայց այնուամենայնիվ լավ քլնգել էր Ադրբեջանին եւ կոշտ քննադատել էր ստեղից Ալիևը երախը բացելով փորձեց այդպես սաստի այդ վեաժողովի падգամավորական խմբերից մեկի ղեկավարին եվրոպացի կիների միջոցով դրեց սատկացրեց ուղղակի Ալիևին, դրեց կողեց շիշը, շատ լավ է։ Մեծոլանը։ Հա, բայց խի մենք չենք դա անում։ Խնդիրը մեր շուրջ է։ Ինչի համար սրանք Հայաստանի իշխանությունը երջանիկ ժպիտներով այնց էին նայում, ոնց որ իրենց կորած բաժանաղալներ ընդ։ Հա լուրջ եմ ասում, դու դեմքերը տեսել եք, այնց սիրով այնց անմարտկային, sense քնքշությամբ էին նայում Ալիևին։ Կարող մի բան կա մենք խաբար չենք։ Ես լուրջ եմ ասում, ես չեմ հասկանում արդեն այդ արյունը կանչում է։ Կատը, չգիտեմ, արյունը կանչում, ինչա կանչում, այդ կատաղի ատելությունը դեպի հայկականություն եւ նույնա բովանդակ կատաղի այդ հիացմունքը, կատաղի այդ սերը դեպի թուրքեր ու ադրբեջանցիներ։ Մի բան կա էլի։ Չգիտեմ ինչ կա, միգուցե մանկության տրավմաներ են, միգուցե հատուկ մտածված քաղաքականություն է, միգուցե հասկանում եք կամ հետաքրքիր է դուք որ եվրոպացիներին հրավիրել եք։ Շատ հետաքրքիր է, օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենին կամ Կայա Կալասին ով էր իրանցից հրապարակել Արարատի պատկերը իր X-ում։ Շո մեկը իրանցից այո, եվրոպացիները հրապարակել են։ Հետաքրքիր է, դուք իրանց հատատա տվել եք, ասել եք, որ օրինակ եթե իրանք հրապարակում են Արարատ լեռը, կարող է Թուրքիան մեր վրա տա։ Չեք ասել, չէ՞։ Գիտեք ինչի, որովհետև շատ լավ հասկանում եք, որ եթե դա ասեիք, մարդիկ կկարծեին, որ ասողը ապուշ է նվազագույնը։ Բայց դուք ապուշ չեք, դուք շատ լավ հասկանում եք ինչ եք խոսում։ Տեսեք, կրկնում եմ, դուք ապուշ չեք։ Դուք շատ լավ հասկանում եք, երբ որ մարդկանց եք ապուշի տեղ դնում։
Երևանում էր նաև ես նշեցի Զելենսկին, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Ինչպեսին կլինի ռուսական արձագանքը, արդեն կան որոշակի դրսևորումներ։ Տեսեք, մենք Մեդվեդևի տեսքով, մենք պետք է հասկանանք մի բան։ Ռուսաստանը աշխարհաքաղաքական կենտրոնը, ճիշտ է։ Պատերազմի մեջ է, ճիշտ է։ Դու դե յուրե Ռուսաստանի հետ, դե յուրե թղթով գոնե դաշնակից ես, ճիշտ է։ Դու կանչում ես Երևան մի մարդու, ով թշնամի է։ Եվ ոչ միայն մեզ, որը առաջինն էր Տրոսիկ Մայկեքը ճղրտելով Կիևում պլակատները կպցրել, որտեղ շնորհավորում էր Ադրբեջանին հայերին կոտորելու, այսինքն հաղթանակի Ադրբեջանի կոտորելու արդիվ։ Ասեմ ավելին, սրանք ուրեմն իշխանությունները, ասես մի հատ ապուշ թեզ են ու իշխանամետները ապուշ թեզ են գցել դաշտ, ով ասել որ Ուկրաինան վաճառել է բան սպիտակ ֆոսֆորը, ով է ասում, տենց բան չի եղել, տենց բան չկա։ Կոնգրեսական Մենենդեսը։ Ուշադիր նայեք Դավիթի դեմքին։ Ու իմ դեմքին հիմա նայեք ուշադիր, ինչի համար, որովհետև մենք զարմացած ենք, որ այդ պրոպագանդիստները եւ այս իշխանության սատարողները այդ տարական բաները չգիտեն։ Այո, Միացյալ Նահանգների կոնգրեսում այդ հարցը հնչեցվել է եւ ըստ էության կարելի է համարել ապացուցված, որ Ուկրաինան վաճառել է սպիտակ ֆոսֆոր, որ մեր երեխեքին վառեն, կենթանի դնեն ու վառեն։ Մասնակի դա ապացուցեց նույն Զելենսկին, որը անպատասխան թողեց լրագրողի հարցը։ Խուսափեց հարցին պատասխանելուց։ Դե լավ, էդ էլ դնենք մի կողմ։ Ստեղ խնդիրը Զելենսկու մեջ չի, խնդիրը մեր մեջ է։ Մենք որ դրան կանչում ենք ստե, մենք հետևանքների մասին չենք մտածում։ Հարցը դա է։ Այո, այս իշխանությունը չի մտածում հետևանքների մասին, գիտեք ինչ։ Որտեւ իրանք սամոլյոտները կնստեն կփախնեն, կգնան, եթե ինչ որ մենք ինչ ենք անելու։ Թուրքիա, Ադրբեջանը որոշեն վերջնականապես, իսկ իրենք կորոշեն հնդածս։ Հիմա ստե խնդիրը վերջնականապես Հայաստանի կլանումը ինչ տեմպով կանցնի։ Այս իշխանությունը ուզում է որ դանդաղ անցնի, մի շատ մնան էլի իրանց պաշտոնների։ Իսկ թուրքերը ադրբեջանցիները տարագ են ուզում։ Հիմա իրանք դες բանակցում են, էլի արագ կլինի դա թե մի քիչ ավելի դանդաղ։ Սա լրիվ լուրջ եմ ասում եւ այս պարագայում, երբ որ դու բերում ես ու ըստ էության դարձնում ես Հայաստանը բախման կետ, ընդ որում ամենացավոտ ներվերին է սեղմում, ամենացավոտ։ Մեկ Վենսին կանչեցին 2 ամիս հետո Իրանի հետ սկսեց այս ամբողջ պատմությունը։ Հիմա Զելենսկուն են կանչել, որ կանչել եք, որ ինձ հետարքիր է, դե լավ, տնենք մի կողմ Աբովյան Արմանի ու Ֆիդանյան Դավիթի կարծիքը։ Ժողովուրդ, ինչ է տալի Զելենսկու այցը Հայաստան։ Դե լավ, Մակրոնը, դե լավ, հասկացանք։ Մեկ տղա է գլխին խփում են շուշու, տենց մի քիչ կորուստ ունի բանի հիշողության բան, բայց այնու ամենանի ֆրանսիացի մենք էլ Ֆրանսիայի հետ տենց բան ենք էլի։ Դե լավ, իրան դնում ենք մի կողմ։ Դե լավ, Ուրսուլա ֆոն դեր Լայենին էլ ենք դնում մի կողմ, որը պաշտպանում է Եվրոմիության շահերը եւ այլն։ Բացատրելի է, հասկանալի է։ Արա դրան խի եք կանչը, Զելենսկուն խի եք կանչը։ Բացատրեք մի հատ, ասեք Զելենսկուն կանչել են, այսինչ բանի համար։ Զելենսկուն կանչել են, որ գիտես, չէ, հրավերով է եկել։ Զելենսկուն կանչել ուներ մենակ մի նպատակ։ Ռուսների ամենացավոտ մազոլի վրա կայնել։ Արա դուք աննորմալ չեք։ Դե լավ կանգնեցիք։ Ես մա գազի գին, եսի ինչ էդի չեմ խոսում։ Ես հարց եմ տալի, վաղը մյուս օրը ռուսները որ ասեն ախպեր, ուզում ես սենց, օքեյ, գնա դեպի Եվրոպա, թող Եվրոպան տա աշխատանքային շուկա, եթե ինչ որ մեկին թվում է որ օրինակ եթե մենք գիտենք, չէ, շատ մարդիկ գնում են Ռուսաստան արտագնի աշխատանքի։ Եթե ինչ որ մեկին թվում է որ կարող է գնա Բարսելոնա ասֆալտ փռի, կամ գնա Փարիզում մեբելի ցեղ դնի, չարաչար սխալվում եք, չի լինելու դա, նույնիսկ վիզաների ազատականացման պարագայում։ Իսկ եթե ինչ որ մեկին թվում է որ իր աճացրած լոլիկը, վարունգը, չգիտեմ, ծիրանը, կերասը, եւ այլն ստանելու եք բանում Լյուքսեմբուրգի շուկայում վաճառեք, չի լինելու դա։
Ժողովուրդ պետքա լինել իրատես, թե խնդիրը կախվածության մեջ չի, մենք ռուսներից կախված ենք, թե չէ, գոյություն ունեն բնականon, իրականություն, որը պետքա հաշվի առնես։ Մի հատ ընկեր ունեի, կոլոտ էր, 1.60 էր բոյը։ Բարևում եմ, անուն չեմ տալ, հիմա վստահաբար նայում եմ ես։ Ամբողջ կյանք այդ իմ շատ մոտիկ ընկերս երազել ա լինի 1.80 բոյով տղա։ Ոչ չի կարա, չէ լինի, բայց ինքը երազ, մա պատկերացու Եվրոպացին գալիս է իրան ասում է, «Էս ինչ ջան, դու որ քո ընկերոջը դավաճան ես, ես կանեմ, որ դու 1.80 կլինես բոյդ»։ Հիմա որ այդ տղեն հավատա, մենք այդ տղուն ինչ կանանք անվանենք։ Աննորմալ, չէ՞։ Անմեղսուն, քո հետ չեմ։ Անմեղսունակ։ Նույնը մեր պարագայում է։ Մենք ունենք մեր հետաքրքրությունները, մենք ունենք մեր շահերը, մենք ունենք մեր տեսլականը, որը հաճախակի, ես էլ գաղտնիք բացենք, հակասում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը մեզ կոտորելն է։ Ինչի համար նրանից չի, որ իրանք մեզ չեն սիրում, այլ պարզապես մարդիկ ձևավորում են մեր հաշվին աշխարհաքաղաքական իրականություն։ Եվրոպան, ուրեմն ամենամեծ սիրող ֆրանսիացին խորապես թքած ունի ամեն ինչի վրա, եթե իր կոմունալի գինը 50 եվրոյով ամիսը կավելանա։ Իսկ կոմունալը որ չավելանա, ինքը պետք է ստանա գազ։ Իսկ գազը ինքը հիմա կարա ստանա միայն միջին Ասիայից։ Իսկ միջին Ասիայից եւ Ադրբեջանից գազը ստանալու համար ինքը պետք է կիրառի Ադրբեջանի եւ Թուրքիայի գազամատակարարման համակարգը։ Իսկ դրա դիմաց Ադրբեջանը եւ Թուրքիա Եվրոպային ինչ են ասել։ Ասել են ընկեր, ինչա 3 միլիոն ժողովուրդ է այս հայերը։ Թող մենք մեր հարցերը լուծենք, մենք էլ քեզ գազը կտանք։ Իզուր չէ որ նույն Եվրոպան 27 միլիարդ խորանարդ մետրի պայմանագիր է կնքել ստրատեգիկ ռազմավարական նույն եվրոպացիների հետ։ Եվ այս պարագայում սաղ աշխարհի իրադարձով մենք գույնզգույն թիթեռ ենք նկարում անունը դնելով ինքնիշխանություն, անկախություն այն պարագայում, որ ինչքան ես այնց եմ վախենում, երբ որ սրանք սկսում են խոսալ ինքնիշխանություն, որովհետև հենց ինչից մի բան խոսում են, լրիվ քանդվում է, նկատել ես։ Նշանակում է էլի մի բան զիջելու են։ Իրանք չեն հասկանում ես, իրանք մեզ են զիջում։ Ստեղ խնդիրը իշխանություն, ընդդիմություն, իշխանամետ, ընդդիմադիր, դա չի խնդիրը։ Եկ նույնիսկ իրենց համակիրներին են զիջում, թե չէ ձեզ թվում է, նենցով համակրում է այս իշխանությունը, ադրբեջանցին կգա ասի, ոչինչ, դու մնա, այս Կեղտոտ Աբովյանին բան կանենք, սպանենք, բայց դու մնա, ժողովուրդ։ Ինքը տարբերություն չի դնելու, բնականաբար։ Ախր հասկանում ես մենք ինչ օրի ենք հասը։ Ու ձեռի հետ էլ լուրջ դեմքով ինձ գիտես ինչն է զվարճացնում, որ սրանք մարդկանց մեջ գցում են, փորձում են գցեն մի գաղափար, որ ամեն ինչ որոշված է, իրանք մնալու են։ Գլուխները պատով են տվել։ Հենց դրա համատեքստում մոտենում են ընտրությունները, նաև ավելանում են բռնաճնշումները, ինչ պետք է անի նախ հասարակությունը եւ հունիսի 7-ից հետո ընդդիմությունը ինչ պետք է անի։ Հասարակությունը ես հունիսից 7-ից հետո չեմ խոսա, շատ པարզ պատճառով փորձենք հասկանանք դինամիկան ոնց է շարժվելու, շատ բան կա։ Փողոց պետք է լինի թե չէ։ Նայ, ես կարող եմ ասել մի բան։ Սա վստահաբար փողոցը գեներացնելու է հենց փողոցը, կտենաս։ Գիտես, եթե հանգարց սրանք փորձեցին օրինակ բան անել կեղծել ընտրությունները։ Հուսամ չեն անի, դեռ ակնոցները սանեմ են։ Հուսամ չեն անի, այսպես։ Բայց այնուամենայնիվ իրանք պետք է հասկանան, որ այս պարագայում ոչ մի քաղաքական ուժ հավատացնում եմ քեզ, նույնիսկ իրան պետք է չի լինել ինչ որ բան գեներացնել։ Որովհետև իշխանության ամենամեծ սխալը նա է, որ իրանք մարդկանց համարում են անմեղսունակ։ Ժողովրդի անունից խոսալով ժողովրդին փուրը տալը արդեն մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այս իշխանության ամենասիրված ոնց որ աշխատելավոճն է։ Պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսել հետեւյալը, որ ունենք մի իրողություն, համաձայն որի ընտրությունը լինելու է հետեւյալը։ Կամ Հայաստանի Հանրապետություն, կամ Արևմտյան Ադրբեջան։ Ուրիշ երկար բարակ բանել պատմել պետք չի։ Նույն մենք, հա, Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյան, ասում ենք
Օրինակ, ասում ենք պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Տեսա ինչ կռիվ են տալի դրա դեմ։ Երաշխավորված խաղաղություն, ասում են երաշխավորված չպետք է լինի։ Պետք է լինի խաղաղություն։ Իսկ եթե երաշխավորանքների մասին ենք խոսում, երաշխավորը պետք է լինի Ադրբեջանը։ Գիտես հավասարազոր է ինչին, որ մարդ հիվանդանա, Աստված բոլորի տնից տեղից հեռու։ Շո մեկը հայտնվի, ասի քո առողջության գրավականը մեր ներքևի տակի մորգում աշխատող ձյաձևն է օրինակ։ Հասկանում եք, չէ՞։ То есть մարդու առողջության երաշխավորը մորգի աշխատողն է։ Մոտավորապես նույն տրամաբանությունն է, երբ որ ասում են Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Եվ այս ապուշությունը լկտի ուղակի հիմարությունը որպես քաղաքական վեկտոր տանել է, իմ ջարից ասում ենք ոչ ապուշ են, ոչ հիմար են, ոչ մի բան, շատ խելացի են։ Տես դա օրինակ բան եմ ասում, բայց իրականում այդպես։ Ինքը միգուցե եւ ականջահաճ անսովոր է եւ ականջահաճո է, բայց այնուամենայնիվ ինքը ցույց է տալի, որ իրենք համարում են մարդկանց անմեղսունակ։ Չի կարելի։ Իրանց չեմ ասում չի կարելի, մեզ եմ ասում չի կարելի, չես ես հա բան անել մեզ ասում ենք դե լավ, էս էլ ասեցին, էս էլ ասեցին, էս էլ արեցին, էս էլ ասեցին, էս էլ ասեցին։ Վերջին չա լինելու։ Ու սենց։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ, Պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, ֆինանսական քարտային փոխանցումներ, կրիպտոարժույթ եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։